Հարգելի գործընկերներ, այս հարցը երեք մենք մանրամասն քննարկել ենք։ Նախ եւ առաջ ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը եւս մասնագիտական քննարկում է արել եւ բոլոր հիմնավորումները բերվել են, որ կառավարության ծրագրով այն թիրախը, որը սահմանված է, ըստ էության մենք շարժվում ենք դեպի այդ թիրախը եւ ընդդիմության կողմից ներկայացված նախագիծը դա նույն թիրախին հասնելու փորձ է, պարզապես օրենքի օրենսդրական կարգավորմամբ մենք նշել ենք, որ մենք մեր հանձնառության տերն ենք եւ շարժվում ենք այդ ուղղությամբ, քանի որ հարցը նաեւ որոշակի էմոցիոնալ կողմ ունի եւ մեր ընդդիմությունը փորձում էր երեք եւս շահարկումներ անել, թե իբր քաղաքացիական պայմանագիրը դեմ է թոշակների ավելացմանը, ես հերթական անգամ ուզում եմ նշել, որ 2018 թվականից մինչ այսօր մեր կառավարությունը ըստ էության Հայաստանում նվազագույն թոշակները ավելացրել է տարեկան $380 միլիոն չափով, հավելյալ $380 միլիոն չափով, եւ այն թիրախը, որ մենք ունենք կառավարության ծրագրով, մենք շարժվում ենք այդ թիրախի ուղղությամբ եւ ընդդիմության ներկայացրած այս նախագիծը ինքնանպատակ է, հետեւաբար մենք հավատարիմ ենք մնում գլխադասային հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշմանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Շնորհակալություն Վարման կարգով Արտվիկ Մինասյան համոզում։ Քանի որ պարոն Կոնջորյանը որոշեց, որ անպայման անդրադառնա իրենց հերոսական ջանքերին, հարգելի հայրենակիցներ, ասեմ, որ բարձրացվող թոշակները ոչ միայն հեռու են իրենց իսկ տված խոստումներից, այլ նաև Հայաստանի պետական պարտքը այս տարիների ընթացքում շուրջ աճեցրել են մոտ $7 միլիարդ, մոտ $7 միլիարդ, 6.7-ի կարգի, եւ այս պայմաններում հերոսաբար այսպես ներկայացնում են, որ իրենք գնում են այդ թիրախին։ Հենց նոր հայտարարվեց, որ իրենց իսկ հայտարարված թիրախին դեմ են քվեարկում։ Դեմ քվեարկելով այս օրենքի նախագծին, դեմ եք քվեարկում ձեր իսկ հայտարարած թիրախին։ Ավելին, սիրելի հայրենակիցներ, հենց նոր քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց, որ հերթական անգամ դրժում է իր խոստումները։ Դա լավ էլի։ Լավ։ Բան չասեցի, ուրախանում եմ ընդհակառակը։ Իհարկե։ Էլով։ Շատ լավ։ Խնդրեմ, պարոն Ռուբինյանը կսկսի, պարոն Ռուբինյան, համեցեք։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, սիրելի պարոն Մինասյան, մենք ոչ թե մեր թիրախին ենք դեմ քվեարկում, այլ ձեր բերած պոպուլիստական նախագծին։ Շնորհակալություն։ Տեսեք, այնուամենայնիվ Վարման կարգն ինչ-որ պահ պետք է ավարտվի, Հայաստան պատիվ ունեմ խմբակցությունից, խնդրեմ, պարոն Մամիջանյան։ Օրինագծի շրջանակներում չի, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաբելու չափ սահման գոյություն ունի։ Ուրեմն սիրելի քաղաքացիներ, քանի որ կենսաթոշակները ավելացվել են մի քանի հազար դրամով, իսկ օրինակ նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են, այդ թվում նաև ժամանակին գաղտնի հրամանով, պատիվ ունի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը որոշեց դնի բազմապատկի բոլոր թոշակառուների թիվը բազմապատկի այդ մի քանի հազար դրամով ու այդպես ներկայացնի որպես մանիպուլյացիա, տենց լավ չի, ես 7 տարվա ընթացքում տված թոշակները իրար գումարեք, տենց ներկայացրեք, խաբեք ժողովրդին, հետ էլ չեղավ երկկողմանի ամեն ինչ խաղաղության պայմանագրի մեջ։ Խնդրեմ, պարոն Խաչատրյան, համեցեք։ Սիրելի հայրենակիցներ, $380 միլիոն մասն էր խոսում պարոն Կոնջորյանը։ 3 ամսվա ընթացքում 750 միլիոնի արտաքին պարտք է շալակել այս կառավարությունը, ինչի վրա դա գնում, չեն էլ բարեաճում հաշվետվություն ներկայացնել, ինչի վրա գնում կոնկրետ պարտքը, բայց 380 միլիոն, դե հիմա բաժանեք թոշակառուների վրա, հիմա բաժանեք այդ թոշակառուների միատել 12 ամսվա վրա ու ասեք, որ ընդամենը մի քանի հազար դրամ եք բարձրացրել թոշակը, ոչ թե 380 միլիոն, շատ գեղեցիկ է հնչում։ Կրկնակի ավել մենակ պարտք եք վերցրել, իսկ պարոն Ռուբինյան, ասում եք, եթե այս օրենքը պոպուլիզմ է, բայց ձեր կառավարության ծրագիրն է ուրեմն պոպուլիզմ, որովհետև մի կողմից մի հատ ձեր մեջ խոսած եք,
Ասում եմ մեր ծրագրի մեջ դա գրած է, մենք դեմ ենք քվեարկում։ Այսինքն եթե դուք եք դա գրում, պոպուլիզմ չի։ Եթե ընդդիմությունն ասում է դե խոսք եք տվել, մարդկանցից քվե եք կորզել, դե կատարեք ձեր խոստումը, դա դառավ պոպուլիզմ, չեք խոսում իրար հետ։ Մի հատ միջնորդ գտեք միջազգային, հաշտեցնեն ձեզ իրար հետ։ Շնորհակալություն, Բաբկեն Թունյան, համեցեք։ Անպայման։ Բաբկեն Թունյան, համեցեք։ Ես հերթականությամբ եմ տալիս, շուտ ու ուշով չեմ տալիս խոսելու հնարավորություն։ Բարոն Թունյանի բարձրախոսը միացրեք։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ես հասկանում եմ քաղաքական նպատակահարմարությունը, բայց ես նաև մասնագետներ են նայում։ Այդ որ ասում եք մի քանի հազար դրամով, նախ ինձնից լավ գիտեք, որ թոշակը 1000 դրամով բարձրացնելը 6 միլիարդ դրամի հավելյալ ծախս է, սա մեկ։ Երկրորդը Հայաստանի պետական պարտքը 750 միլիոն դոլարով չի ավելացել, դուք մանիպուլացնում եք, որովհետև չի ավելացել։ Եթե ուզում եք, հետո մանրամասն այս թվերով ցույց կտամ, թե ոնց չի ավելացել։ Երրորդ, Եվրոպարտատոմսեր թողարկելը սկսել է 10 քանի տարի առաջ ու ձեր խմբակցության մեծ մասը այդ process-ը մեծ հպարտությամբ էր ներկայացնում, որովհետև դա իրոք շատ կարևոր ու լուրջ գործընթաց է։ Եվ չորրորդ, լինելով երկար ժամանակ տնտեսական լրագրող, երբեք չեմ հիշել, որ ձեր խոստումները նախընտրական որևէ ծրագրում, որևէ օրենքով երբևէ տեղ գտնեին, որովհետև դա պրակտիկայում չի կատարում, դրա համար քաղաքական պատասխանատվություն կա, որը արտահայտվելու է ընտրությունների ժամանակ։ Հերիք է դուք ամեն մի նախագիծ ներկայացնեք այնպես, ոնց որ ձեզ պետք է։ Շնորհակալություն։ Արեն Մկրտչյան, համեցեք։ Շնորհակալություն։ Տպավորություն է ստեղծվում, որ 20 տարի ինչ որ այլ մոլորակայիններ են եղել իշխանության մեր երկրում։ Ու 2018 թվականի դրությամբ 16000 դրամ նվազագույն կենսաթոշակը այդ այլ մոլորակայինների փայլուն կառավարման արդյունքն է եղել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր թողած 16000 դրամ նվազագույն կենսաթոշակը 7 տարում 36000-ի է հասել։ Դա իհարկե երազանքի կենսաթոշակը չի մարդկանց համար, բայց դա ավելի քան կրկնապատիկ է։ Այնպես որ ժողովուրդ մի մոռացեք, որ այլ մոլորակայիններ 20 տարի չեն կառավարել մեր երկիրը ու այդ գերազանց արդյունքները դուք եք մեզ ժառանգություն թողել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, վարման կարգով Հայաստան չկա մարդ։ Խնդրեմ, համեցեք։ Լրություն։ Պարոն Գոնջորյանի ներկայացրած հիմնավորմամբ, եթե դա հիմնավորումը այս օրենքի նախագծին դեմ քվեարկելու համար, ճիշտ նույն ձևով պետք է քիչ առաջ դեմ քվեարկեիք նաև այն նախորդ օրենքին, որը ընդհանուր առմամբ հիմնավորվեց, որ ոչ թե օրենք էր, այլ հայտարարություն։ Հիմա եթե Եվրամիության ինտեգրման մասին է խոստում ունեիք տված, այստեղ հիմնավորում էր նաև պարոն Եղոյանը, նախորդ նախագծին ասում էր պոպուլիզմ, ողջ պոպուլիստական գործադրումներով, այստեղ եկել հիմնավորում էր, որը սա շատ կարևոր է եւ այլը մեր նախընտրական խոստումն է։ Լավ ո՞նց եղավ, բա էմի նախընտրական խոստումը բերեցիք, դարձրիք հայտարարությունը, որ անհասկանալի կեսնախադասություն օրենք։ Հիմի այս մեկը, որ լրիվ պարունակում է իրավական ասպեկտը օրենքի եւ երկրորդը բխում է նաեւ ձեր նախընտրական խոստումից, երրորդը դուք ասում եք նաեւ, որ նման նաեւ ձևակերպումներ էլ կա օրենքում, այս ամեն ինչը կա, թոշակառուներն էլ սպասում են օբյեկտիվ դեպ 60000 չէ, ստորագրի ավակը մեկը եթե ուզենա անի 600000-ի մոտ մարդ կստորագրի։ Հիմա այս ամեն ինչը կա, ինչա, փող չկա, թոշակ բարձրացնեք։ Ուրիշ բանի համար կա, սրա համար չկա։ Ավարտվեց ժամանակը։ Խնդրեմ Տիկին Տիգրանյան, մի րոպե, Տիկին Տիգրանյանը, պարոն Բագրատյանը, պարոն Մանուկյանը եւ պարոն Հովհաննիսյանը եւ վերջ։ Լավ միտք ասեմ, կարա։ Խոսացեք, պարոն Դանիելյան, ես դուք խոսացիք, ես ձեզ թույլ չտվեցի։ Պարոն Դանիելյանն էլ պետք է խոսա, պարտադիր, խնդիր չկա։ Խնդրեմ պարոն Տիկին Տիգրանյան, համեցեք։ Ես չգիտեմ, խոսում ենք էլի, վաղուց իրար չենք տեսել, նիստերին չեք եկել։ Խնդրեմ Տիկին Տիգրանյան, պարոն Դանիելյան, սպասեք, Տիկին Տիգրանյանն է խոսում։ Խնդրեմ Տիկին Տիգրանյան։ Մենք երեք բավականաչափ քննարկել ենք նախագիծը եւ դիրքորոշումները հստակ են, բայց պարոն Մինասյան, դուք կրթությամբ նաեւ իրավաբան եք եւ հրաշալի գիտեք, որ նախագծին դեմ քվեարկելով, որպեսզի այն չդառնա օրենք,
դա ամենևին չի չեղարկում ազգային ժողովի մեկ այլ որոշում, որով հաստատվել է կառավարության ծրագիրը։ Եվ հիմա դուք ուղղակի մոլորեցնում եք հանրությանը, օգտվելով ենթադրենք ցածր իրավագիտակցությունից, որ եթե մենք դեմ ենք քվեարկում այս նախագծին, ուրեմն մենք դեմ ենք մեր կառավարության ծրագրին։ Չկա նման բան։ Կառավարության ծրագիրը հաստատված է ազգային ժողովի որոշմամբ, իրավական ակտով, հետևաբար մենք հանձնառու ենք այդ իրավական ակտով ստանձնած մեր բոլոր գործառույթները իրականացնելու։ Պարոն Բագրատյան, համեցեք։ Պարոն Մինասյան, պարոն Բագրատյանն է խոսում։ Շնորհակալություն։ Ես ցանկանում եմ հատկապես մեր ժողովրդին պարզաբանել մեր արտաքին պարտքի հետ կապված խոսակցություն, որ մեր ընդդիմադիր գործընկերներն անընդհատ շեշտում են։ Նշեմ, որ մեր ընդհանուր պարտքը 5 տրիլիոն է, այն դեպքում, երբ մեր համախառն ներքին արդյունքը 10 տրիլիոն է, այսինքն մենք 48.3-ն է մեր վարկերը կազմում մեր հնայի, որպեսզի պարզ քաղաքացու համար հասկանալի լինի, դա նույնն է, որ տարեկան 4 միլիոն դրամ աշխատավարձ ստանալու պայմաններում դու պետք է սպասարկես 2 միլիոն դրամի վարկ 10-15 տարվա ընթացքում։ Այսինքն հասկանալի է, չէ՞, որ դա կառավարելի վարկ է եւ չպետք է ժողովրդին վախեցնել, որ եսի միշտ վարկեր կան։ Եվ նաեւ, երբ որ նշում եք 12 միլիարդից ավել արտաքին պարտք, հիշեք, որ 6 միլիարդը դա ներքին պարտքն է։ Եվ այսինքն արտաքին պարտքը մնացել է գրեթե նույն 6 միլիարդ շրջանակներում, ինչ որ 18 թվիներ։ Հետևաբար պետք չի մանիպուլացնել եւ պետք է հստակ ասել եւ ճիշտ ասել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, դուք եք լրություն դալիճում, կդադարեցնեմ ուղղակի այս հիասքանչ միջոցառումը։ Խնդրեմ, պարոն Մանուկյանն է խոսում։ Լրություն, պարոն Մանուկյանն է խոսում։ Անկեղծ ասած, այս ամբողջ թվերի, արտաքին, ներքին պարտ, պետական պարտ, տոկոս, չգիտեմ, եվրաբոնդի մեջ աչքիս առաջ էր քանաքեռի ռուսական եկեղեցու մոտ նստող այն թոշակառու պապիները, որ ամեն անգամ ասում են, ուսման դրանց ասել, երբեմն մեր թոշակը բարձրացնում։ Սիրելի հայրենակիցներ, երեք Ալեն Սիմոնյանն ասում է Դալիճում լրություն։ Լրություն դալիճում։ Շարունակեք, պարոն Մանուկյան։ Սիրելի հայրենակիցներ, երեք Ալեն Սիմոնյանն ասում էր ներողությունների շարք։ Ներողություն եմ խնդրում բոլորից հետ, որ այսօրվա քվեարկության արդյունքում մենք չենք կարող պարտադրել թոշակների բարձրացման այս նախագիծը, որին դեմ է քվեարկում քաղաքացիական պայմանագիրը, որի ամբողջ այդ քաղաքական գործունեության ամենամեծագույն դրոշներից մեկը թոշակների բարձրացումն էր։ Վստահ եմ, որ մի օր գալու է եւ շատ հեզասա այդ որոշումները ընդունվելու են։ Շնորհակալ եմ։